պաշտպանները մեղադրյալը բացատրության հանդես գալու իրավունք ցանկանում են։ Այս ի՞նչն է։ Ըստ էության բացատրությունն է գրավոր ձևով, որպեսզի որևէ բան նաև աշխատողին կամ հետագայում հնարավորություն լինի անդրադառնալու։ Բողոքի տեքստից դուրս է այս։ Ըստ էության բողոքի ավելի մանրամասն արձագանքումն է, բացահայտումն է, բացատրությունն է։ Բողոքի սահմանները։ Այո, իհարկե։ Եվ այսպես ես կփորձեմ ներկայացնել Միքայել Սրբազանի կոնվենցիոն իրավունքների խախտումները, ըստ էության անդրադառնալով կոնկրետ հանգամանքներին, պարզապես հիշատակելով դրանք, քանի որ իմ գործընկերները ըստ էության արդեն դրանց անդրադարձել են։ Այսպիսով, Տեր Միքայել arczepiskopos Աջափահյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, ազատազրկումը եւ իրավունքների մյուս սահմանափակումները իրականացվել է մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր ճանաչված երաշխիքների, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների կողմից խախտումներով։ Մասնավորապես ոտնահարվել են Սրբազանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, կոնվենցիայի 5-րդ հոդված, արդար դատաքննության իրավունքը 6-րդ հոդված, մտքի խղճի եւ կրոնի ազատությունը 9-րդ հոդված, արտահայտվելու ազատությունը 10-րդ հոդված, խտրականության ենթարկելու արգելքը 14-րդ հոդված։ Ինչպես արդեն ասացի, ես քանի որ իմ գործընկերները մանրամասն այդ խախտումների մանրամասներին անդրադարձել են, ես միայն պարզապես դրանք կհիշատակեմ զուգահեռներ անելով կոնվենցիայի կարգավորումների հետ։ Այսպես դեռևս նախաքննության փուլում Միքայել arczepiskopos Աջափահյանին մեղադրանքը ներկայացնելիս արդեն իսկ պարզ է, որ մեղադրանքը ոչ միայն այն իմն է, այլև ապօրինի։ Մասնավորապես Սրբազանի մեղադրանքի հիմքում համացանցում տեղադրված երկու տեսանյութ, որոնցից առաջինն Gala TV-ի վերջինս պատմում է, որ վերջին տարիներին ինքն ասել է, որ հեղաշրջում է անհրաժեշտ իշխանությունը փոխելու համար, մյուս տեսանյութում News-am-ի հարցազրույցի ընթացքում լրագրողի տված հարցին ի պատասխան Սրբազանը պարզաբանում է, որ ինքը իշխանությունը զավթելու կոչ չի արել, այլ պարզապես կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է, որ ուժանումները փրկեն երկիրը։ Այս խոսքերը դատախազությունը դիտարկել է որպես իշխանությունը զավթելու նորված հրապարակային կոչեր եւ հարուցել քրեական հետապնդում։ Միայն հենց այսքանով դեռևս նախաքննության սկզբնական փուլից ակնհայտ է, որ Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում իր կողմից արտահայտված կարծիքի համար։ Ավելին, Սրբազանը քրեական հետապնդման է ենթարկվում նախկինում հայտնած կարծիքը պատմելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը, առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից։ Ըստ էության երկրորդ մասով նաեւ այդ իրավունքի սահմանափակումներն են արձանագրված, ես պարզապես դուրս բերեմ դրանք, արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել իրացումն ընդհանուր նույնիսկ պատասխանատվության հանգեցնել, եթե առկա է իրավաչափ նպատակ պաշտպանելու պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը, կանխելու անկարգությունները կամ հանցագործությունները եւ այլն։ Ըստ էության սա սահմաններն են։ Ինչպես տեսնում ենք, սակայն, կոնվենցիայի ձևակերպումները խիստ ընդհանրական են եւ կա վտանգ, որ պետությունները կարող են դրանց սահմանափակումների այսպես համատեքստում չարաշահել իրենց իրավունքը եւ ըստ էության այդ պատրվակով անձանց ենթարկել իրավունքների սահմանափակման։ Դրա համար Եվրոպական դատարանը մի շարք իր նախադեպային որոշումներով ուրվագծել է այդ սահմանները։ Այսպես, Եվրոպական դատարանը նշել է, խոսքի ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այն կիրառելի է ոչ միայն տեղեկատվության կամ գաղափարների նկատմամբ, ստեղ կարևոր է, որոնք դրականորեն են ընդունվում կամ համարվում են անվնաս կամ տարբերության առարկա, այլև այն տեղեկատվության կամ գաղափարների նկատմամբ, որոնք վիրավորում, ցնցում
կամ անհանգստացնում են պետությանը կամ բնակչության որևէ շերտի։ Սրանք բազմակարծության, անդուրժողականության և լայնախոհության պահանջներ են, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն։ Այսինքն ինչքան էլ պետությունը ցնցվի անհանգիստ զգա այս խոսքերից, դա պիտի դիտարկվի բացառապես խոսքի ազատության սահմաններում։ Զարգացնելով իր դիրքորոշումը դատարանը հիշեցրել է. խոսքի ազատությունը հանրությանը հնարավորություն է տալիս բացահայտելու և կարծիք կազմելու իրենց քաղաքական առաջնորդների, գաղափարների և վերաբերմունքի մասին։ Մասնավորապես, այն քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս խորհել և մեկնաբանել հասարակական կարծիքի մտահոգությունները, այդպիսով այն հնարավորություն է տալիս բոլորին մասնակցել ազատ քաղաքական բանավեճին, որը ժողովրդավարական հասարակության հայեցակարգի հիմքում է։ Նշված դիրքորոշումների լույսի ներքո կարող ենք աներկբարորեն փաստել. Սրբազանի քննարկման առարկա խոսքը թեև կարող է սուրհնչել, ինչպես եվրոպական դատարանն է նշում, նույնիսկ ցնցել կամ անհանգստացնել պետությանը, սակայն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության չափանիշների ներքո և չի կարող սահմանափակվել կամ առավել ևս հանգեցնել պատասխանատվության։ Ինչքան էլ որ սրբազանի հանրային խոսքը կարող էր անհանգստացնող լինել, այդուհանդերձ պետությունը և պետական իշխանությունները պարտավոր էին հանդուրժողականություն և լայնախոհություն ցուցաբերել, ինչպես նշում է եվրոպական դատարանը, և պարտավոր էին սրբազանի խոսքը դիտարկել ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ կարծիքի և արտահայտվելու ազատության շրջանակներում։ Սրբազանի խոսքը կարող է դիտարկվել միայն որպես պետական իշխանության վարվող քաղաքականության վերաբերյալ հանրային կարծիքը և վերաբերմունքը բացահայտող միջոց։ Եկեք նաև դիտարկենք, թե ինչ համատեքստում է ըստ էության այդ խոսքը ասվել։ Հարկ է նկատել, որ խնդրող առարկա տեսանյութում սրբազանի խոսքի տևողությունը գրեթե կես ժամ է։ Վերջինս այդ ընթացքում քննարկում է պետության առջև ծառացած բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ, ներկայացնում հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները և բարդերը, կատարում դրանց և լուծումների շուրջ տեսական վերլուծություններ, մասնավորապես քննարկում է Արցախը հետ բերելու հնարավորությունը, բանակի հուսալքվածությունը, կարևորում բանակն ամրապնդելու անհրաժեշտությունը, իր դիտարկումներն է ներկայացնում ժողովրդի հավաքական հատկանիշների մասին, բարոյահոգեբանական վիճակի մասին, խոսում է հայրենիքի համար պայքարելու անհրաժեշտության մասին, տարբեր արժեքների, ինչպես օրինակ պարտություն, հաղթանակ, եկեղեցի, դրանց ընկալման մասին, արվեստի և մշակույթի վերաբերյալ կարծրատիպերի մասին, պատմությունը ճիշտ գնահատելու մասին։ Այսինքն պարզ է, չէ, ինչքան լայն շրջանակա հարցերի քննարկում սրբազանը իր խոսքում տեսական առումով։ Իդիվս նշված և տարաբնույթ հարցերի իր խոսքի մեջ սրբազանը ենթադրաբար արձագանքելով իրեն նախորդած բանախոսներին քննարկում է իշխանապողության հնարավոր եղանակները, ներկայացնում դրա իրագործման տարբերակները և տեսականորեն վերլուծում դրանց իրագործման հնարավորությունները։ Եվ այսպես այս տեսական քննարկման շրջանակներում էլ նշում է, որ նախկինում ասել է, որ իշխանապողություն հնարավոր է անել ռազմական հեղաշրջում կատարելով։ Ընդ որում ընդգծել է, որ ինքը այդ իշխանապողությանը չի հավատում։ Հիմա պատկերացրեք նույն կերպ, եթե օրինակ քաղաքագիտության դասախոսը իր ընկերների կամ ուսանողների հետ քննարկման ժամանակ քննարկվի տեսական իշխանապողության որևէ երկրում կամ թեկուզ հենց Հայաստանում իշխանապողության հնարավորությունները, ինչը պիտի դատապարտեն բոլոր այդ տեսական քննարկումները։ Ակնհայտ է, որ սրբազանն իր խոսքում անդրադարձել է հանրային մտահոգության առարկա թեմաների, ներկայացրել իր տեսակետը, վերլուծել հնարավոր երկրները, այդպիսով իր մասով մասնակցել ազատ քաղաքական հանրային բանավեճին մտքերի փոխանակմանը։ Ավելին, մի հետը շեշտել է, որ կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն քաղաքական ելույթների կամ ուշադրություն հանրային հետաքրքրության հարցերի վերաբերյալ բանավեճի սահմանափակումների համար շատ քիչ հնարավորություն կա։ Տվյալ դեպքում, ինչպես տեսնում ենք, պետությունը ոչ միայն չարաշահել է իր իրավազորությունը սահմանափակելու անձանց իրավունքները, այլև դիմել է այդ սահմանափակման ամենաբիրտ և ամենախիստ միջոցին, մասնավորապես քրեական հետապնդմանը և ազատազրկմանը։ Այդպիսի գործողությունները միջազգային չափանիշների համատեքստում անընդունելի են։
Այս առումով Կանստելն ընդդեմ Իսպանիայի գործով մեկ ընդգծել է, որ կառավարության զբաղեցրած գերիշխող դիրքն անհրաժեշտ է դարձնում, որ այն զսպվածություն ցուցաբերի քրեական վարույթի դիմենից։ Մասնավորապես, երբ այլ միջոցներ կան իր հակառակորդների կամ լրատվամիջոցների անհիմն հարձակումների եւ քննադատությունների պատասխանելու համար։ Այսպիսով, պետությունը ակնհայտ ոչ իրավաչափորեն, առնվազն անհամաչափորեն սահմանափակել է Միքայել Սրբազանի արտահայտելու ազատությունը, նրան ենթարկելով քրեական հետախնդրման, իսկ այնուհետև նաև ազատազրկման, իր արտահայտած կարծիքի եւ խոսքի համար, այն դեպքում, երբ այդ խոսքն ամբողջությամբ տեղավորվում է արտահայտելու ազատության սահմաններում եւ չի խաթարում հասարակական անվտանգությունը։ Պետական իշխանությունները, ներառյալ դատարանը, Սրբազանի խոսքը մեկնաբանել է որպես իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղված հրապարակային կոչ, այդպիսով այն դիտարկելով պետության, հասարակության, անվտանգության նկատմամբ ոտնձգություն, անկարգությունները կամ հանցագործները կանխելու անհրաժեշտության չափանիշի համապատասխանում, այսպես ասած կոնվենցիայի երկրորդ հոդվածի երկրորդ մասով։ Որպեսզի գնահատվի, թե արդյոք արգելված կազմակերպություններից ստացված նյութերի հրապարակումը պարունակում է բռնության կոչերի ռիսկ, դատարանի նախադեպային իրավունքի նպատակների համար պետք է նախ եւ առաջ հաշվի առնել տվյալ նյութի բովանդակությունը եւ այն նախապատմությունը, որի հիման վրա այն հրապարակվել է։ Սա եվրոպական դատարանի չափանիշն է։ Վերևում արդեն ներկայացրեցինք այն համատեքստը եւ բովանդակությունը, որի շրջանակներում հնչել է Սրբազանի խոսքը։ Ակնհայտ է, որ այն ուղղված չէ պետության եւ հասարակության անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարելու, այն անհատ անձի հասարակական գործի հանրային կերպով ներկայացված մտահոգությունները բացառապես։ Համատեքստից պարզ է նաև, որ Սրբազանի խոսքը նյութական աշխարհում դառնալու միտում եւ ուղղվածություն չունի։ Իր պատմողական ոճի, վերացականության հաշվառմամբ, ուստի որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես իրական սպառնալիք կամ վտանգ պետության եւ հասարակության անվտանգության։ Հարկ է նկատել նաև, որ եվրոպական դատարանն առավել թիրախային եւ հասցեական դիտարկումներ են ներկայացրել առանձին նմանատիպ գործերի վերաբերյալ, այս չափանիշների կիրառումն առավել ցայտուն է երևում հենց այդ գործերի համատեքստում։ Օրինակ, Կաստելն ընդդեմ Իսպանիայի գործով կրկի Բասկյան ինքնավար համայնքի սենատոր է դիմացում հրապարակելու անհրաժեշտություն չկա։ Զուգահեռներն են ներկայացնելու, թե ինչքան նույնատեսակ են այս գործերը Սրբազանի գործի, այսինքն սույն գործի հետ եւ այս բոլոր դեպքերում, որոնք մատնանշված են, եվրոպական դատարանը խախտում է արձանագրել անձի խոսքի ազատ արտահայտելու իրավունքը։ Մենք հիմա ես դրանով փորձում եմ ցույց տալ նույնականությունը այս գործերի եւ այդ նախադեպերի իրավունքությունը։ Մասնարարպես, քանի որ ըստ էության նաև գրավոր ներկայացրել են դրանց պարզապես կերիշատակ են, բայց մենք գործ կա, որ անպայման ուզում եմ զուգահեռները անցկացնենք, որտեղ դատարանները դրան անդրադարձել ըստ էության, եւ այսպես ներկայացում են Կաստելի եւ Իսպանիայի գործը, նույնականության առումով Ինգլիստեն ընդդեմ Ավստրիայի գործը, եւ այս գործերի ընդհանրությունը Սրբազանի գործի հետ ակնհայտ է, մասնավորապես ինչպես վերևում նշվեց երկու դեպքում էլ ներկայացված է ըստ էության գրավոր, Սրբազանը հանրային անձնավորություն է, նա հանդես է եկել կառավարության քննադատության, ուստի նա պետք է օգտվի առավել բարձր պաշտպանվածության, պետական իշխանությունը ի տարբերություն անհայտ անձանց նման քննադատական խոսքի նկատմամբ պետք է ցուցաբերի ավելի մեծ համաժողովականություն, ելնելով միևնույն դիրքորոշումներից, ուստի ակնհայտ է, որ նման թեմաներով արտահայտվելու սահմանափակումը պետք է ունենա շատ ծանրակշիռ պատճառներ, որոնք տվյալ դեպքում բացակայում են։ Ուշագրավ է, որ անդրադառնալով վերը նշված նախադեպային գործերով եվրոպական դատարանի դիրքորոշումներով արտահայտված պահանջների, Միքայել Սրբազանի դատավճիռը կայացրած դատարանը փորձել է դրանց կիրառելիությունը Սրբազանի գործի նկատմամբ բացառել այն հանգամանքով,
որ նշված երկու գործերը վերաբերվել են քաղաքական քննադատությանը, իսկ սրբազանը քաղաքական գործիչ չէ եւ նրա խոսքը քաղաքական քննադատություն չէ։ Սա ուղիղ մեջբերում է դատավճռից։ Ակնհայտ է, որ նման մոտեցումը չափազանց խիստ մեկնաբանության դիտանկյուն է եւ դատարանի եվրոպական դատարանի պահանջների էության չընկալելու հետեւանք։ Պատկերացրեք, չէ՞ ինչ ասում։ Մենք այս օրինակները բերում ենք, ասում ենք հանրային գործիչները իրենց խոսքի համար դատապարտվել են եվրոպական դատարանը խախտում է գտել եւ դատարանը առաջինացանի, որպեսզի հիմնավորի, որ այսպես նախադեպերը կիրառելի չեն, ասում են այն գործերով, որոնք դուք բերել եք, այդ մարդիկ քաղաքական գործիչ էին, բայց Միքայել Սրբազանը քաղաքական գործիչ չի, հետեւաբար սրանք վերաբերելի չեն։ Հիմա նախ տվյալ դեպքում եվրոպական դատարանի որոշման մեջ նշված քաղաքական քննադատություն բնորոշման նեյությունն իր մեջ ներառում է հանրային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ քաղաքական իշխանությունների մոտեցումների եւ վարվող քաղաքականության վերաբերյալ ցանկացած անհամաձայնություն, դրանց քննադատություն։ Այսինքն կապ չունի քաղաքական քննադատությունը նա է, որ քաղաքական իշխանությունը որևէ քաղաքականություն է վարում, որևէ իրավասություններ է իրականացնում եւ որևէ անձ դրա հետ համաձայն չի։ Դա արդեն քաղաքական քննադատություն է։ Քաղաքական իշխանությունները գործում են հանրային շահերին ծառայելու համար եւ նաեւ հաշվետու են հանրության բոլոր շերտերի առջեւ։ Հաշվի առնելով, որ հանրային նշանակության հարցերի կարգավորման գերակշիռ մարզի պատասխանատուն հենց քաղաքական իշխանություններն են, ըստ էության ցանկացած հանրային քննադատություն է քաղաքական իշխանության նկատմամբ։ Մյուսը, բացի այդ, քաղաքական քննադատությունը բացառապես քաղաքական գործիչների մենաշնորհը չէ եւ չի կարող լինել։ Այն հասարակական բանավեճի մաս է, որին ժողովրդավարական հասարակությունում մասնակցում են հանրության բոլոր շերտերը եւ նրանց ներկայացուցիչները։ Սրբազանի հոգեվոր լինելը, հոգեվարական լինելը չի բացառում նրա կողմից քաղաքական կամ քննադատության հանդես գալը։ Եվրոպական դատարանի պահանջները չեն կարող քաղաքական իշխանությունների նկատմամբ քննադատական խոսքի պաշտպանության ներքո ունենալ միայն քաղաքական գործիչների խոսքը։ Ակնհայտ է, որ այն ներառում է հանրային միջավայրում ներկայացված ցանկացած խոսք, հատկապես հանրային գործիչների կողմից արտահայտված։ Հատկանշական է, եւ որ եվրոպական դատարանի նույն որոշումներով այդ երկու քաղաքական եւ հանրային գործիչ եզրույթները նույն որոշման մեջ օգտագործում են առանց տարբերակելու։ Դրանով իսկ փաստացի ընդգծելով դրանց նույնականություն։ Այսինքն եվրոպական դատարանը երբ որ ասում է հանրային գործիչ, ինքը ըստ էության նկատի ունի թե քաղաքական գործիչ, թե այն անձը, որը հանրության ըստ էության հանրային գործիչ է եւ հանրային խոսքի խոսքը հանրային հնչեղություն կարող ունենալ։ Սրան թերևս անհրաժեշտ է ավելացնել, որ այն շրջանում, երբ նախաձեռնվել է Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական վարույթը, երբ նա կալանավորվում է Հայաստանի հանրային տիրույթում, նաև քննարկվում է Միքայել Սրբազանի քաղաքական առաջնորդության հնարավորությունը։ Այսպիսով Սրբազանը հանդիսանալով հանրային գործիչ, հանդես է եկել քաղաքական իշխանության կողմից վարվող քաղաքականության քննադատությամբ եւ դրա սահմաններում։ Եվրոպական դատարանի պահանջները արտահայտող նախադեպերի եւ խնդրու առարկյալ գործի բովանդակությունները զուգահեռվում են, ուստի Սրբազանի խոսքը կոնվենցիայի 17 հոդվածով երաշխավորված արտահայտվելու իրավունքի պաշտպանության ներքո է եւ չի կարող նրա իրավունքների սահմանափակման առավել ևս ազատազրկման հանդիսանալ։ Այստեղ ներկայացված է նաեւ Ահմեդի Ալթանն դեպ Թուրքիայի գործը, կրկին այս հանրային գործիչ է տվյալ անձը եւ նա կրկին այսպես նույն Թուրքիայի իշխանությունները եւս նրան մեղադրանք էին առաջադրել, որ այսպես նրա խոսքի մեջ կարծես թե ոչ է եղել եւ ելի եվրոպական դատարանը փաստերը համադրելով կարծես նույնական մեր գործին արձանագրել է, որ այստեղ խոսքի ազատության կոպիտ խախտում կա։ Ես հիմա մանրամասները, քանի որ գրավոր ըստեյության ներկայացրած է, կրկին դրանց չեմ անդրադառնում։ Պարզապես զուգահեռները ըստեյության ներկայացրած են։ Միաժամանակ, ինչպես տեսնում ենք, նմանատիպ ցածր չափանիշներով խոսքի ազատության ոտնձգությունը ուղիղ խախտում է նաև կոնվենցիայով ամրագրված ազատության եւ անձեռնմխելիության իրավունքին, որ 5-րդ հոդված, կալանավորումը եւ նաև հետագայում
ազատազրկումը ըստ էության կատարված պատիժը դարձնելով ոչ իրավաչափ։ Միքայել Սրբազյանի գործի հանգամանքները դիտարկելով Աթանի գործի Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների և եզրահանգումների լույսի ներքո կարող ենք արձանագրել, որ Սրբազյանի խոսքը տեղավորվելով արտահայտման ազատության չափանիշների սահմաններում չէ կարող դիտարկել ոչ իրավաչափ, առավել ևս գնահատվել հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմք։ Այսպիսով, ամիսներ շարունակ Միքայել Սրբազյանը պահվել է կալանքի տակ, նրա կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում իր կողմից հնչեցված քննադատության համար։ Այսպիսով արդեն ամիսներ շարունակաբար խախտվում է Սրբազյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքը։ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնավոր կասկածի առկայության պահանջը խախտվել է նաև այլ պատճառով։ Միքայել Սրբազյանի մեղադրանքը ներկայացնելուց հետո, ինչպես արդեն իմ գործընկերները ներկայացրեցին, ընդամենը րոպեներ անց արդեն պարզ էր, որ նա կրկին դատվելու այսպես արգելքն է նաև խախտված և ըստ էության նա կալանքի տակ է գտնվում այդ արգելքի պայմաններում։ Եվրոպական կոնվենցիան բացի հիմնավոր կասկածի չափանիշներից անձին նախնական կալանքի ենթարկելու համար առաջադրում է նաև այլ պայմաններ։ Մասնավորապես անձին ազատությունից զրկելը պետք է լինի նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու համար կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար։ Կոնվենցիայի առաջ է քաշում մի քանի պայման, ըստ այդմ կալանավորումը պետք է ունենա վերը նշված 3 նպատակներից մեկը եւ ըստ էության դրանք եւս պահպանված չեն եւ ես որպեսզի նաև ըստ էության ժամանակը խնայեմ միայն արդար դատականության իրավունքի խախտմանը կանդրադառնամ եւ ամփոփեմ։ 6-րդ հոդվածը սահմանում է արդար դատականության իրավունքը եւ ըստ էության բոլոր այն խախտումները, որոնք նկարագրեցին իմ գործընկերների կողմից, դրանք ուղիղ ցույց են դնում արդար դատականության իրավունքի խախտումները Սրբազյանի, դրանք ըստ էության ներկայացրեցի գրավել և դրանք գործում կան, ես միայն ամփոփելով վերջում նշեմ, որ ըստ էության Միքայել Սրբազյանը Եվրոպական դատարանի այս քրեական հետապնդումը Եվրոպական դատարանի նախադատային լույսի ներքո դիտարկելով կարող եք արձանագրել, որ Միքայել Սրբազյանը ձերբակալվել է առանց հիմնավոր կասկածի, արժանացել է անազատության, քաղաքական ընդդիմախոսության, կառավարության քննադատության, քաղաքական համոզմունքի համար, քանի որ անազատությունը նպատակում է լրացնել կառավարող ուժի նկատմամբ աննազան հայ առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներին, այն եղել է նաև դժվար գործիք, այն նաև նպատակ ուներ Միքայել Սրբազյանի լրացնելու և ըստ էության կոնվենցիայի նաև ինչպես նկարագրեցի արդար դատականության մտքի խղճի և կրոնի ազատության, արտահայտվելու ազատության և խտրականության արգելքների խախտումը։